Խմոր եմ անում հետևորդներ ջան, որպեսզի հաց թխեմ, մի փոքր էլ շատերն էին հարցնում խմոր անելու ձևը, ասեմ ես ամեն ինչ աչքաչափով եմ անում, ինչպես տեսակ աղմի ճաշի գտալ լցրեցի, դրոժը 2.5 ճաշի գտալ, բայց նայած ձեր ալյուրի քանակությունը ինչքան է։ Հեշտ խմոր անելու տարբերակ եմ բերել ձեզ, ձեռքերով չեմ անում, ինչպես տեսնում եք գթալով, մի 3 անգամ հասունանալուց հետո մի 3 անգամ նորից պետք է գթալով խառնեք, այսպես ցույց կտամ ընթացքում ձեզ։ Այնքան եք ջուրը լցնում, որ այս զանգվածը միասեռ լինի, ալյուրը, որ ոչ շատ ջրիկ լինի, ոչ շատ պինդ։ Այս տարբերակով էլ շատ լավ է ստացվում։ Դե ձեռքով բոլորդ էլ գիտեք, բոլորս էլ ձեռքով ենք անում, բայց գթալով շատ ավելի հեշտ է լինում, ձեռքերը չի խմորոտվում։ Ահա, նայեք, ոչ շատ պինդ է, ոչ շատ թույլ, նայեք։ Հասունանալուց հետո մի 3 անգամ այսպես կանեք ու շատ լավ հացեր է ստացվում։ Ովքեր հարի չունեն խմորի, դե իհարկե հարիչով ավելի հեշտ է լինում։ Ահա, ինչպես տեսնում եք, խմորը արեցի, վերջացրեցի, նայեք, հիմա սինիով ուղղակի այսպես փակում եմ, ուրիշ ոչ մի բան։ Իսկ ձմռանը պետքա շոր գցեք, որպեսզի շուտ հասունանա խմորը։ Հիմա քանի որ ամառ է, ուղղակի միայն այս սինին եմ դնում ու վերջ։ Ահա հետևորդներ ջան, նայեք ոնց է խմորը եկել, երկրորդ անգամ ենք նորից անում։ Ահա, երկրորդ անգամ եմ անում, մի անգամ էլ կանեմ ու հերիք է, քանի որ շոք է, շատ պետք չէ չափից ավել թթվի խմորը։ Ինչպես տեսնում եք, խմորը արդեն դրել եմ սինիների մեջ, որպեսզի թխեմ։ Հետևորդներ ջան, ասում եմ բոլոր գաղտնիքները, խնդրել եք, որ մանրամասը ասեմ, սինու մեջ տնելուց հետո նորից 15 րոպե թողնում եք, 15-ից 20 րոպե, որպեսզի սինու մեջ էլ դրած ինքը հասունանա։ Նոր դնում եք արդեն ջեռոցը։ Կարող եք ավելի փոքր անել, որպեսզի պետական հացերի նման լինի, ուղղակի շատ ավելի երկար է տևում, ձեր ժամանակն է շատ գնում։ Դրա համար ես մի անգամից այսպես մեծ եմ անում, թե չէ սա կարող եք 4 հատ անել։ Ահա հետևորդներ ջան, ինչպես տեսնում եք, հացերը թխեցի, վերջացրեցի։ Դուք տեսաք, ինչ քանակությամբ խմոր էի արել, այդքան էլ շատ չէր, բայց այդ մի փոքր խմորից այսպիսի 4 հատ հացեր է լինում։ Եթե սա փոքր անեի եւ սա կլիներ 6 հատ հաց։ Նայեք, ինչքան շատ է լինում այդ մի փոքր խմորից։ Հիմա նայեք, ինչ խրթխրթան է, կես ժամ հետո ինքը լրիվ փափկում է, բայց հիմա էլ է արդեն փափուկ։ Այսպես հետևորդներ ջան, սա էլ հաց թխելու իմ տարբերակը։